Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեւ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Վարչապետները կարող են մաքուր կարմրախայտ ուտել գետերից բերել իրանց համար, ես չգիտեմ, բայց 8 միլիարդը ուտում է, ու մենք որակով առաջիններից ենք։ Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը թեև իր խոսքով վաղուց աճեցված ձուկ չի ուտում, բայց եւ այնպես կառավարությունն այսօր որոշեց աջակցել ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ձկնարտադրողներին։ Էկոնոմիկայի նախարարը նիստում տեղեկացրեց, որ աջակցություն կտրամադրվի 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի եւ թարապի բուծմամբ, ինչպես նաեւ բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ։ Ընդհանուր 450 միլիոն դրամի փոխհատուցումից օգտվելու համար սակայն նախապայմաններ կան։ Նախ ընկերությունները պետք է լինեն ավելացված արժեքի հարկ վճարողներ եւ հետո ձկնարտադրողի ձեռք բերած կերը պետք է լինի սերտիֆիկացված ԵԱՏՄ եւ ԵՄ չափանիշներին համապատասխան։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ 2026-ի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկնակերի 1 ամսվա միջին գնի 20%-ի չափով։ Կառավարությունը հաշվարկել է, որ 1 կիլոգրամ ձկան արտադրության համար ծախսվում է միջին հաշվով 1.25 կիլոգրամ կեր, իսկ ձկանկերի 1 կիլոգրամը 900 դրամ է։ Այս հաշվարկներով էլ փոխհատուցումը կտրվի։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Փոխհատուցման որոշումից առաջ սակայն Փաշինյանը որոշեց խոսել ոլորտի խնդիրների մասին, օրինակ որակի։ Շեշտեց, թե իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, բայց որակական ստանդարտի խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ որ ձկան հետ առնչում ես, դնում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ որ տարօրինակ եւ անտրամաբանական։ Այսինքն սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Եվ մենք Հայաստանի ներսում է սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք։ Ձկնարտադրությամբ զբաղվող Max Fish ընկերության ղեկավար Արմեն Կարապետյանը հակադարձում է, մարդկանց մեծ մասը հնարավորություն չունի վայրի սաղմոն կամ Արկտիկայից բերված թանկարժեք ձկնամթերք ուտել, հետևաբար ըստ գործարարի երկրի բնակչության մեծ մասը ստիպված է նախընտրել աճեցված ձկնամթերք։ 6 միլիոնա ձուկ է, հենց հիմա ինձ մոտ լողանում, եթե 6 միլիոնից մի հատ ցույց կտակ, թե շարպեր լողացող։ Բա ինչու մեր վարչապետը աճեցված ձկները չի հավանում։ Դե ուրեմն ուրիշի մոտից են գնել, հարազատ ես չեմ կարող ասել ինչի համար։ Max Fish-ի տնօրենն ասում է, որ իհարկե շնորհակալ է կառավարությանը 20% փոխհատուցման որոշման համար, թեև նշում է, որ էկոնոմիկայի նախարարության հետ պայմանավորվել էին 30%-ի մասին եւ պետք է հաշվարկվեր ոչ թե 2026-ի առաջին կիսամյակի, այլ 2025-ի 12 ամիսներին օգտագործված կերի միջինացված թիվը։ Եթե 20% տալիս են, դրա համար ես շատ շնորհակալ եմ։ Էլի, որ չտային ինչ պետք է անեն։ Կառավարության այս փոխհատուցումը սակայն ըստ ձկնարտադրողի իրենց սնանկությունից չի փրկելու։ Անհրաժեշտ է լուծել արտահանման հարցը։ Ծիածանափայլ իշխանիի եւ Սիբիրյան թարապի արտադրությամբ զբաղվող Max Fish-ի տնօրենն ասում է, որ այս պահին 1000 տոննա ձուկ ունեն արտահանելու, բայց դեռ չգիտի ուր։ Ընկերության հիմնական շուկան Ռուսաստանն էր, որը հունիսի սկզբից արգելել է հայաստանյան ձկնամթերքի ներմուծումը։ Այժմ փորձում են ելքեր փնտրել եվրոպական շուկաներ դուրս գալու համար, բայց դրա համար ժամանակ է պետք։ Դա լուծում չի, որովհետև արտանում է, եթե չեղա, ոլորտը փակվելու է։ Ձկնամթերքի որակից բացի վարչապետն այսօր կառավարության նիստում բարձրացրեց ընդհանրապես այս ոլորտի արդյունավետության հարցը, համեմատության մեջ դնելով բնությանը հասցված վնասներն ու ստացված օգուտները։ Փաշինյանը պեկից է պարզել երկրի անգին ռեսուրսը արտեզյան ջրերը սպառելով ձկնաբուծական ոլորտը տարեկան միայն 2.5-ից մինչև 3 միլիարդի հարկ է վճարում։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Վարչապետը չբացառեց, գուցե այս ոլորտում ստվեր կա, հետևաբար փոխհատուցումը կտան, բայց ստվերի հետևից էր կգնան։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք։ Ձկնարտադրությամբ երկար տարիներ զբաղվող Max Fish-ի տնօրենն ասում է, որ չի կարող խոսել ներքին շուկայի ստվերի մասին։ Ինքն իր ապրանքը ամբողջությամբ արտահանում է եւ մեծ հարկ էր վճարում։ Միայն անցած տարի 800 միլիոն դրամի հարկ է վճարել։ Անցած տարի 800 միլիոն, նորմալ է։ Զարգացնելով ձկնաբուծության ոլորտին առնչվող բնապահպանական թեման, վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հիշեցրեց, որ արտեզյան ջրերը
փակ համակարգով օգտագործելու մասին կառավարությունը նախորդ տարի որոշում էր կայացրել, սակայն դատարանի միջոցով ձկնաբույսները զրոյացրեցին իրենց այդ որոշումը։ Արդյունքում ըստ վարչապետի շարունակվում է արտեզյան ջրերը հանելու եւ դրենաժով դրանք Հայաստանից դուրս ուղարկելու գործընթացը։ Վարչապետը շեշտեց, ինքը դեմ է աջակցել մի ոլորտի, որը չի զարգանում եւ տեղում կանգնած է։ Մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում, մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք տեսնենք ոնց են աշխատում։ Ձկնարտադրողները սակայն այս հարցում էլ համաձայն չեն կառավարության հետ, պնդում են, եթե անգամ արտեզյան ջրերը իրենք չօգտագործեն, դրանք միևնույն է, նույն ձևով հոսելու են Հայաստանից դուրս։ Եթե այդ ջրերը փակեն, ինչ են անելու, հարցնում է գործարարը։ Ինչ վերաբերում է ձկնաբուծության փակ համակարգին անցնելու եւ ավելի քիչ ծավալով ջուր օգտագործելու կառավարության դիրքորոշմանն, ապա Կարապետյանը վստահեցնում է, եթե ջրի ծավալները քչացվեն, ձկան որակը ընկնելու է եւ այն այլևս չի սպառվելու։ Ես չեմ պատրաստվում իրենց ածած համակարգով պահելու։ Թող մեզ ժամանակ տան, բանկրոտ անեն, գրավի առարկան իմ տունն է, տունն էլ կտամ իրանց բանկերին, ինչ ունեմ, այդ գոնե ձուկը թույլ տան վաճառենք եւ մեր վեշերը հավաքենք այս երկրին։ Իդեպ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ ջրօգտագործման իրավունքները տնտեսվարողներին տրված են կոնկրետ ժամկետով եւ ձկնարտադրողներին արդեն տեղեկացրել են, որ այդ ժամկետի ավարտից հետո նրանք այլևս նույն ծավալով ջուր օգտագործելու հնարավորություն չեն ունենա։ Այսինքն առաջիկայում ձկնարտադրողներին կտրվեն ավելի քիչ ծավալով ջրօգտագործման իրավունքներ, արտեզյան ջրի սպառումը կրճատելով շուրջ 36%-ով։ Թե ընդհանուր այս միտումը ինչպես կազդի ոլորտի զարգացման վրա, փոխվարչապետը չհստակեցրեց։